Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Սույն թվականի ապրիլի 19-ին ԼՂ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։ Խորհրդակցությունը վարում էր ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Հակոբյանյանը։ Հաշվետու ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում գրանցված հանցագործությունները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մնացել են անփոփոխ։ Բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է 31 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի դիմաց։ Քրեական հետախուզության գծով հանցագործությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 34.6%-ով, 17 ընդդեմ 26-ի։ Քննարկվող ժամանակահատվածում 3 դեպքով կամ 27.3%-ով նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 8 ընդդեմ 11-ի։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմում են ընդհանուր հանցագործությունների 32.1%, ընդդեմ 36.7%-ի, նվազումը կազմում է 4.6%։ 2014 թվականի առաջին եռամսյակում նախկինում հանցագործություն կատարած անձանց կողմից կատարվել է 2 հանցագործություն, ընդդեմ 2-ի։ Նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը 1 ընդդեմ 2-ի։ Հաշվետու ժամանակահատվածում կենցաղային հողի վրա հանցագործություն չի կատարվել, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 2 հանցագործության փաստ։ Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին, հատկանշական է, որ ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավել է 16%-ով, 100% ընդդեմ 84%-ի, իսկ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 15%-ով, 100 ընդդեմ 85%-ի։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության պրոֆիլակտիկայի բաժնի կողմից վերանայվել են քաղաքացիների 78 դիմում բողոքներ, որից 31-ը հանցագործությունների մասին, ընդդեմ 36-16-ի։ Իր գոհունակությունը հայտնելով արձանագրած ցուցանիշների համար ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշեց, որ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության կատարած աշխատանքի գնահատականը կտրվի միայն կիսամյակի արդյունքներով։ Մի շարք առանցքային ուղղություններով համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո ոստիկանության պետը կոնկրետ հանձնարարականներ տվեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության ծառայությունների պատասխանատուներին։ Հանցագործությունների 100%-անոց բացահայտման ցուցանիշը իհարկե աննախադեպ արդյունք է, սակայն առավել գոհացուցիչ կլիներ, եթե մեզ հաջողվեր հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազում արձանագրել։ Այսինքն մենք պիտի ակտիվացնենք մեր աշխատանքները հանցագործությունների կանխարգելման ուղղություններում, նշեց ոստիկանության պետը։ Իր մտահոգությունը հայտնելով նախկինում դատվածների, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների առթիվ, ոստիկանության պետը պահանջեց հետևողական լինել նրանց նկատմամբ տարվող աշխատանքներում։ Յուրաքանչյուր հանցագործության կամ իրավախախտման դեպքում պիտի կարողանաք վերլուծություններ կատարել, պարզել դրանց ծնող պատճառներն ու պայմանները եւ լծակնել գտնել վերացնելու դրանք, իսկ դրա համար դուք առաջին հերթին պիտի մշտապես կատարելագործեք ձեր մասնագիտական գիտելիքները եւ կարողանաք հասարակության մեջ ձևավորել փոխվստահության մթնոլորտ, որպեսզի քաղաքացին աջակցի ձեզ, իսկ քաղաքացին կաջակցի միայն այն դեպքում, երբ անձնապես համոզվի ձեր արդարամտության մեջ։ Հիշեք, որ մեզանից յուրաքանչյուրը գտնում է հասարակության մշտական դիտարկման կենտրոնում, ու հետեւաբար մեր կողմից թույլ տված նույնիսկ աննշան վրիպումը կարող է փոշիացնել ունեցած ձեռքբերումները, մասնավորապես նշեց ոստիկանության պետը։ Բոլոր ուշադրությունները մեր ժողովուրդը պետք է հանգստաբեր լինի։ Մեզ պետք չի հանցագործությունների եւ հանցագործությունների բացահայտել։ Ասեմ ապրիլ 100% բացահայտել։ Մենք չպիտի թույլ նախագիծ աշխատանքների իրականացը չպիտի վերաբերել փոխել ժողովրդի նկատմամբ։ Ձեր վերաբերել փոխել ձեր նկատմամբ։ Զորացումները պիտի լինեն մաքուր, կուլտուրական։ Ու դա բոլորը նայում են ձեզ։ Եթե դուք չլինեք այդ ձևը, դուք չեք կարող պահանջել իրենց քաղաքացիներից։ Ինչ անեք պատասխանը 5 ստանալ։ Չպիտի հանգստանալ։ Մինչև տարին եզրափակել են նույն տրամադրությամբ պիտի գնան։ Թեկուզ կյանքին վտանգ պիտի պատասխանատվություն կատարի։ Չկա մի ծառայող, որը պատասխանատվություն կատարի, իսկ վարչության պետը ներկայացի կոչման հետ կապված, խրախուսման կապված չան։ Վերջում անդրադառնալով մայիսին նախանշված վերջին զանգի կապակցության միջոցառումներին, ոստիկանության պետը պատասխանատուներից պահանջեց մշակել եւ իրականացնել համալիր պլան միջոցառումներ հասարակական կարգը եւ երեխաների անվտանգության լիարժեք ապահովելու համար։ Բոլորը համատեղ իրաշատի, բոլորը միասին կազմեցեք պլան, վերջի զանգի կապված բերեք իմաստան։ Ոնց է կազմակերպել։ Գոհ եմ բոլորի պարտականությունները, որ ժամանակին լավ կատարում եք, ու չպիտի հանգստանանք եւ շարունակենք ձերի շարունակությունը։ Կամ բացառումներ։
բոլորը գիտեք, ամեն մարդի ամբաստողներ։ Մինչև Մայրաքաղաքի ոստիկանության քաղաքվարչությունում կայացած խորհրդակցությունը ոստիկանության պետի տեղակալները ընթացիկ տարվա 3 ամիսների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները քննարկեցին նաև ոստիկանության շրջանային բաժիններում, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում։ Ձեռնպահ մնալով գնահատականներ տալուց ոստիկանության պետի տեղակալները հիմնականում կանգ առան ծառայության մեջ տեղ գտած բացթողումների վերացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին։ Կարևորվեց ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։ 2014 թվականի առաջին ամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ հանցագործությունների նվազում է արձանագրվել 3 դեպքով։ Չնայած դրան ընդհանուր աճել է լատենտային, այսինքն քողարկված հանցագործությունների քանակը եւ այն 3 դեպքով աճել է ու կազմել է 4 դեպք։ Լատենտային բնույթ կրող հանցագործություններից է ԼՂ քրեական այս գրքերի 245 հոդվածով նախատեսված հանցագործությունը, այսինքն բնակչության մոտ պահվող զենք զինամթերքի հայտնաբերման փաստերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստերը։ Պատերազմից բավականին ժամանակ է անցել, բայց փաստերը վկայում են, որ մեր քաղաքացիների մոտ դեռևս որոշակի քանակությամբ զենք զինամթերք կա ապօրինի պահվող։ Ինչ հիմնական աշխատանքներ եք իրականացնում հատկապես այս ուղղությամբ։ Շրջագայել եմ շրջանի բոլոր գյուղերում եւ համապատասխան աշխատանք է տարվել թե իմ կողմից անմիջական, թե համասային տեսուչների պրոֆիլակտիկայի բաժանմունքի, ինչպես նաև քրեական հետազոտության գծով աշխատակիցների կողմից, որ բնակչության մոտ պահվող զենք զինամթերք կամոյին հանձնման դեպքում անձազատում է քրեական պատասխանատվությունից։ Եվ իմ կարծիքով դա այդ միջոցառումների արդյունքն է, որ բնակչության կողմից ներկայությամբ հանձնվել է 16 միավոր հրազեն։ 2014 թվականի առաջին երամսյակի ընթացքում ոստիկանության Մարտունու շրջբաժնի աշխատակիցների կողմից կատարվել են որոշակի աշխատանքներ։ Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը երամսյակի կտրվածքով կազմում է 100%, որը շատ գոհացուցիչ է։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 7 հանցագործություն, որոնք քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բոլորն էլ բացահայտվել են։ Այսօրվա խորհրդակցության ընթացքում ոստիկանապետի տեղակալի կողմից, պարոն Ղարամանյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ, որոնք մեր կողմից ընթացիկ առաջի կիսամյակի ընթացքում կպլանավորվեն եւ կիրագործվեն, ուղղված թմրամիջոցների հայտնաբերման, ինչպես աճեցման, այնպես էլ օգտագործման եւ զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Օգտվելով առիթից կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ զենքի զինամթերքի կամովին հանձնելու դեպքում անձազատում է քրեական պատասխանատվությունից եւ ընդհանրապես քրեական կամ վարչական որևէ պատժամիջոց չի կիրառվում նման քաղաքացիների նկատմամբ։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին առավել հրատապություն է ստանում անցկացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը։ Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել, կերտել իր պետականությունը, ստեղծել ամուր ու հուսալի ազգային կառույցներ։ Մենք պարտավոր ենք ցեղասպանության հետևանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկել, այլև պայքարի ու մաքարման նոր եղանակներ փոխանցել հաջորդ սերունդներին։ Օրերս ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության անչափահասների գործերով բաժինը նախաձեռնել էր հայոց ցեղասպանության մասին Վիկտորիո եւ Պաոլո Տավյանի եղբայրների կողմից 2007 թվականին նկարահանված Արտույտների ագարակը իտալական ֆիլմի ցուցադրությունը անչափահասների շրջանում։ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հավաքվել են Մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտները։ Տպավորիչ էր երեխաների ոգևորությունը։ Լսելով նրանց համոզում ես, որ հայը պահանջատեր է ու երբեք չի ընկրկի իր արդարացի հատուցման հասնելու գործին։ Աշխարհում մի գետ կա, սակայն այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա։ Դա 1915 թվականի ապրիլի 24-ի հայ անմեղ զոհերի արյան գետն է, որ հասելով մարդկության խղճի ու անտարբերության հովիտներով վերջապես հասնելու է հատուցման ծովին։ Իմիջիայլոց Կալիֆոռնիայում կյանքին հրաժեշտ է տվել վերջին մոհիկանը, ցեղասպանության վերջին ականատեսը, որ իր հետ արավ այդ մեծ ցավը, եւ չնայած աշխարհը անտարբեր է, կարծես լուռ է, սակայն մենք պայքարելու ենք, որպեսզի այն ճանաչվի։ Ինձ համար ֆիլմն իրոք շատ հետաքրքիր է, այն շատ հայրենասիրական ֆիլմ է եւ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է նայի այդ ֆիլմը, ճիշտ է, այն մի քիչ ծանր է մեր հասակակիցների համար, բայց միևնույն է մենք բոլորս պետք է գիտակցենք դա եւ պետք է նայենք այդ ֆիլմը, պատկերացնելով թե ինչ էր կատարվում 1915 թվականին մեր ժողովրդի ճակատագրի հետ։
Այս խելացի երեխաներից մենք փորձեցինք լսել նաև կարծիքներ եւ առաջարկություններ ոստիկանության գործունեության ու հասարակությունում տիրող տրամադրությունների մասին։ Ոստիկանությունը իհարկե պետք է ավելի ուշադիր լինի եւ ավելի խիստ կարգուկանոն հաստատի, սակայն այնուամենայնիվ պետք է նախ եւ առաջ չմոռանալ մարդկային գործոնը, քանի որ հենց դա կհանդիսանա այն խթանը, որով կստեղծվի նախ եւ առաջ մարդկային հարաբերություններ, ոստիկան, աշակերտ կամ ընդհանրապես երիտասարդ նրանց միջև, այնուհետեւ նաև արդեն որպես ոստիկան։ Մենք առօրյա կյանքում բազմաթիվ խնդիրների ենք հանդիպում եւ իհարկե մեր դպրոցի տեսուչը մեզ միշտ օգնում է եւ մենք մեզ վերադասтерակում եւ մենք գիտակցում ենք արդեն թե ինչպես պետք է պահենք մեզ մեր հասարակական միջավայրում։ Ուշագրավ էր նաև Մարիաքաղաքի համար 11 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհու խոսքը։ Հարգանքը շատ ամեցած է ոստիկանների նկատմամբ, որովհետև մենք այսօր գրեթե ամեն քայլափոխում եւ փողոցներում եւ դպրոցում զգում ենք, որ մեծ ուշադրություն կա հատկապես երեխաների, աշակերտների նկատմամբ։ Եվ սա ավելի զգոն է դարձնում երեխաներին, ավելի ուրեմն որպեսզի հարգանքով վերաբերվեն օրենքի նկատմամբ։ Իմ երազանքը այն է, որ մեր երեխաները ապրեն իրավական երկրում, իրավական պետությունում, այսինքն որ օրենքը հավասար լինի բոլորի համար։ Եվ այսօրվա ոստիկանի վրա խնդիր դրած առաջին այդ նպատակին հասնելու համար առաջի քայլանողը եւ ճանապարհ ցույց տվողը ոստիկանն է։ Որքանով որ ոստիկանը մոտիկ կլինի ճիշտ ուղղությամբ կտանի երեխաներին, այնքան երեխաների մոտ ավելի մեծ հարգանք եւ վստահություն կառաջանա ոստիկանության նկատմամբ։ Արդեն մի քանի տարի է, որ մենք դպրոցում զգում ենք դպրոցական տեսուչների ներկայությունը, ոչ մի հակակրանք, վախ, անվստահություն չկա երեխաների մոտ այդ հագուստի նկատմամբ։ Այսինքն դա ինչի մասին է խոսում, որ ոստիկանները իրենց վարքագծով, իրենց պահելաձևով արժանացել են այդ հարգանքին։ Ցանկալի կլինի, որ այդ հարգանքը, վստահությունը ավելի մեծ լինի։ Եվ դրա արդյունքում իմ կարծիքով մեր հասարակությունը, մեր պետությունը շատ մեծ բարձունքների, շատ բաների մենք կհասնենք։ Ոստիկանությունում կարևորում է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանց միջոցով երեխաների մոտ ամրապնդվում է նվիրվածություն հայրենիքի հանդեպ, նրանց մեջ ձևավորելով ճիշտ արժեհամակարգեր, որտեղ իսպառ բացակայում է օրինազանցությունը։ Անչափահասների գործերով բաժնի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի մենք ստեղծենք այնպիսի մթնոլորտ անչափահասների շրջանում, հատկապես 14-ից 17 տարեկան անչափահասների շրջանում, քանի որ դա համարվում է ամենապայթյունավտանգ տարիքային ժամանակահատվածը, նրանց մոտ սերմանել հարգանքը դեպի պետականությունը եւ հատկապես պետականության մաս կազմող օրենքի զինվորին։ Կազմակերպելով նման հանդիպումներ նպատակ ունի, որպեսզի մեր մատաղ սերունդը ի վերջո ընդունի այն գաղափարը, որ ոստիկանությունը մեր ժողովրդի բարեկամն է, իրենց իսկ բարեկամն է, իրենց իսկ պաշտպանն է եւ նման ֆիլմեր ցուցադրվում են, որպեսզի անչափահասների մոտ հայրենիքի հանդեպ սերը դեպի հայ ժողովրդի պատմությունը ավելի ու ավելի ամրապնդվի։ Եվ ինձ թվում է նման հանդիպումներ պետք է ավելի ու ավելի շատ իրականացնենք եւ ամենակարևորը վստահությունն է եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները վստահեն մեզ։ Ուշադրություն։ Մեր անցած հաղորդումների ընթացքում տեղեկացրել ենք Ասկերանի շրջանի Մոշխամադ գյուղի բնակիչ Ռաֆիկ Ռուբենի Սարգսյանի անհայտ կորելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բնակչության աջակցությամբ սույն թվականի ապրիլի 20-ին ժամը 15-ի սահմաններում Ռաֆիկ Սարգսյանի դիակը հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Շիրիշաքար կոչվող տեղամասում։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի արդիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգումները շարունակվում են։ Մեր участковый Արտուրու դի ասած ալի վե մարդակ օրալ ոչում էս ինչ ձևի փափաղակխեն սապոգները ազբենած դի ես այն շենին պեննեմ լեա բեշիկնեմ դի շորտայսի մլա սայաղում լա դասամ տստամ կարվամա պեն լապրելի 20-ին վեր կեցավան պենը Շիրիշքարն ասում է տեղամասը դա քշացալım ձորա դա այդ ձորա կրմեզուկ քղելա քշացալım այնա դա պատահալա իզնա լավոն այդ Բաղդասարյանն է իրան ցենեմ տողալ քշացալա եկալ եշալ պեներալ
դե գիտած համավեր մարդիկ կնելի։ Զեք տուալ նորից մեր ուչասկողն երա ասալ վեստիպենկա։ Ձեզ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ աչալրջություն եւ զգոնություն եք ցուցաբերել եւ ժամանակին տեղեկացրել եք ոստիկանությանը հայտնաբերվածի վերաբերյալ։ Շատ շնորհակալություն։ Դա տեսանք մի հատ դիակ ու մոտացալ եշալ տեսալ այդ նկարագրած հենց վեր ասացալ ինչա հակին բեն լող տեսա փռնում այ անցա այդ մարդը Զանք տոալ միլիցիան վերքյան տեսնամին իսկականից է տահուա ինչա լա պարզվելա վեր այդ մարդը Շնորհակալություն ձեզ, որ քաղաքացիական ակտիվություն եք ցուցաբերել եւ աջակցել եք ոստիկանությանը։ Այժմ ձեզ ենք ներկայացնում սույն թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև կամավոր հանձնված զենք զինամթերքների վերաբերյալ հակիրճ վերլուծականը։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 1 քաղաքացի մահացել, իսկ 3 ստացել է մարմնական վնասվածքներ։ Ապրիլի 13-ին ժամը 7:15-ի սահմաններում Նորայր Ոսկանյանը վարելով անձնական օգտագործման Mercedes-Benz E230 ավտոմեքենան Մարտունի Ննգի Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գողաշրջել այն եւ ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Մարտունու շրջբուժ միավորում, որտեղ ժամը 7:45-ին մահացել է։ Ապրիլի 18-ին ժամը 13:50-ի սահմաններում Քրիստինե Գրիգորյանը վարելով Mitsubishi ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցի թիվ 41A շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1963 թվականին ծնված Ռուզաննա Բարսեղյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Ապրիլի 18-ին ժամը 7:00-ի սահմաններում Անդրեյ Արստամյանը վարելով ՎԱԶ 2106 ավտոմեքենան Վանք Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով 2 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Նույն ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 212 վարորդներ, որոնցից 14-ը անսթափ վիճակում, 8-ը առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոցների վարելու, 56-ը սահմանված արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումների համար։ Ըստ ոստիկանության հերթապահ մասի օպերատիվ ամփոփագրերի, նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 2, խուլիգանության, ջրային կենդանիների ապօրինի որսի եւ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեկական հանցագործության դեպքեր։ Կատարված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված բոլոր դեպքերով հանցագործություն կատարող անձիկ հայտնաբերվել են։ Բնակության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նույն ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են կամավոր հանձնել AK-74 տեսակի ինքնաձիգ, կարաբին տեսակի ակոսափող հրացան, ինքնաձիգի 2 պահեստատուփ, F1 տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 1116 փամփուշտ։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին ընդ ձեզ։